Բայց դուք պատկերացրեք անդիմությունը ընդհանրապես հայտնել է անհավասար պայմաններում այդ տեսանկյունից, որովհետև նույն Ռուսաստանը ինքը նման կարգի հայտարարություններ չի անում, այդ մշակույթը չկա, չինացի քեչնա։ Չինացիք համարում է, որ չպետք է խառնվեն ներքաղաքական հարցերին։ Ընդհանրապես տարբերությունը չինացիների ու ամերիկացիների միջև։ Ամերիկացին ասում է, եթե սա չանես կպատժեմ, չինացին ասում է, եթե սա անես կխրախուսեմ։ Շեշտակի մեծ տարբերություններ մոտեցումների մեջ։ Եվ միգուցե այդ պատճառով Չինաստանը այսօր շատ ավելի գրավիչ է շատ եւ շատ երկրների համար։ Շատ եւ շատ։ Որովհետեւ չի փորձում ասենց փեդը ձերքին քո հետ խոսալ, ասում է կգա նավահանգիստ կկառուցեմ, երկաթուղի կկառուցեմ եւ այլ եւ այլ եւ այլ։ Դու ուղղակի իմ շահերս հարգի։ Հայաստանը չգիտեմ ինչի, ինչ նպատակներով մտնում է այն կոնտեքստի մեջ, որտեղ անպայման պետք է լինի հակասություն, որտեղ անպայման մեկի հետ հարաբերությունները դու պետք է կառուցես մյուսի հետ հարաբերությունների փչացման արդյունքում։ Սա նորմալ չի փոքր երկրի համար։ Սա նորմալ չի։ Երևի այսքանը։ Դուք Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը ինչպես եք հասկացել։ Ես հասկանում եմ աջակցություն այս քաղաքականությանը եւ ընդհանրապես ուղիղ աջակցություն Նիկոլ Փաշինյանին։ Սա ուրիշ ձևի չես էլ կարող հասկանալ։ Հիմա ինքը կարող է դիվանագիտական լեզվով, կարող է ինքը այնպես ասել, որ հնարավորություն ունենան ասել, չէ, մենք իրեն չենք աջակցում, մենք քաղաքականություն ենք աջակցում։ Այս քաղաքականությունը կապված է միայն Նիկոլ Փաշինյանի անվան հետ։ Ինչ տարբերություն։ Իդեպ ես ձեզ հիշացնեմ մեկ ուրիշ բան։ 18-ից 20 թվականը այնպիսի հակաթուրքական հայտարարություններ էր անում Նիկոլ Փաշինյանը, որ ոչ մի Հայաստանի ղեկավար չէր անում, չի արել։ Ես ձեզ հիշեցնեմ եւս մի հանգամանք։ Այն ժամանակ բավական սրվել էր հարաբերությունները Մակրոն-Էրդողան։ Հիշում եք թե չեք հիշում։ Բավական սրված էր։ Եվ Մակրոնը փորձում էր ոչ ֆորմալ դաշինք ձևավորի հակաթուրքական։ Շատ ակտիվ այդ հարցը քննարկում էին Հունաստանի հետ, Կիպրոսի հետ, Եգիպտոսի հետ եւ Իսրայելի հետ։ Իսրայելի հարաբերությունները եւս շատ սրված էր Թուրքիայի հետ։ Եվ այն ժամանակ Հայաստանը միացել է այդ ոչ ֆորմալ կոալիցիայի ձևավորմանը։ Միացել է այդ խոսույթին։ Ես 10 տարի նախագահության ժամանակ երբեք հակաթուրքական հայտարարություն չեմ արել։ Հարևան երկիրն է։ Դուք պատկերացրեք, ես սկսեի խոսալ Քուրդիստանի ստեղծման մասին։ Սա հիմարություն կլներ, որովհետեւ հարված է տակ կդնի Հայաստանի Հանրապետություն։ Եվ ոչ մի նախագահ այդպիսի բան չի արել։ Ինքը մտավ այդ պատմության մեջ։ Մակրոնը երևի խրախուսեց, Մակրոնն էլ շաբաթը 2 անգամ կարծիք ա փոխում։ Այս մեկն էլ նախելքին ընկավ, մտավ այդ պատմության մեջ եւ այնպես արեց, որ նաեւ սա էր պատճառներից մեկը, որ Ադրբեջանը բայրակտարներ ստացավ եւ 20 թվականի պատերազմում Թուրքիան բացահայտ անթաքույց կանգնեց Ադրբեջանի կողքին։ Պատճառներից մեկն է։ Ասի քյուրփա հալոտ, ինչ ես մտնում այդ հարաբերությունների արանք էլի։ Թե Մակրոնը ինչ որ դուր գա։ Որ Մակրոնը համբուրի, սենց ուսին սենց խփի, հասկանում չի կարելի։ Հետևանքները սա են։ Եվ երբ որ դու երրաբուլուրը երրապատկել ես, եւ մեկ այդքանից հետո խելքի չես եկել, նույն բաներն ես անում արդեն սենց ուրիշ ուղղություններով, սա է ամենից անընդունելի։ Բայց սա այն է, ինչ կատարում է Հայաստանում այսօր։ Մոռացել եք, չէ՞ հաստատ այդ ժամանակահատվածը 18-20 թվական։ Տեսնում եմ, ձեր աչքերով տեսնում եմ, որ մոռացել եք, բայց այդպես է եղել։
Եվ երկրորդ հարցն էլ հնչեցնեմ, երեկ Երևանում 147-րդ դպրոցում բացվեց Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի արձանը, Alpha News-ի խմբագիրը Տիգրան Քոչարյանը Facebook-ում մի գրառում էր արել, ընդգծելով, արձանագրելով, որ սոցցանցերում այդ իրադարձությունը լայն տարածում է ստացել, բավականին շատ դիտումներ, հավանումներ, արդյոք սա ցույց է եւ արդյոք սա նշանակում է, որ ժողովրդի մի ստվար հատված չի ընդունում, համաձայն չէ Փաշինյանի զիջողական քաղաքականության հետ եւ կարծում է, որ ամեն ինչ կորած չէ եւ հույս է փայփայում, որ ինչ որ մի օր մենք մեր մեջքները կուղենք։ Ես վստահ եմ, որ այդպես է, ուղղակի վստահ եմ, ու գիտեք, կարող է լինել պրագմատիկ քաղաքականություն, որը ենթադրում է որոշակի զիջումներ։ Ես նաեւ դա չեմ տեսնում, այդ պրագմատիզմը չեմ տեսնում։ Ես տեսնում եմ մի քաղաքականություն, որի մոտիվացիան ինձ համար անհասկանալի է։ Եվ միշտ իմ միտքս գալիս է այն ձևակերպումը, որը նաև ձեր այդ հանդիպման ժամանակ տվել է, որ եթե Հայաստանի ղեկավարը լինել Թուրքիայի գործակալ, կաներ ճիշտ այն քայլերը, որ անում է այսօր Նիկոլ Փաշինյանը։ Ես այդ մոտիվացիան չեմ հասկանում, որովհետև շատ պարզ հարցերում անում են բաներ, որոնք շատ ծանր հետևանքներ են ունենում։ Իմիջիալից այն ժամանակ նաև զգուշացնում ենք, որ պետք չի Թուրքիային հրահրել այդ աստիճանի։